Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Եկել եմ այսօր ձեզ ցույց տալու այն մառոլները, որոնց մասին նախորդ տեսանյութերում խոսում էի եւ պատմում էի, թե ինչպես ենք մենք այստեղ կասետաների մեջ ցանել։ Սա վերջին կասետան է, իրականում թողել են ինձ համար, որպեսզի ես նկարեմ, այնուհետեւ նոր տնկեն այստեղ վերջին շարքի վրա։ Ինչպես տեսնում եք, լավ մեծացել էին, ինչպես ենք սրանք կասետաների միջից անում, շատ բարձ եղանակով, ընդհանրապես մատի շարժումով սեղմում ենք վերև, բարձրացնում ենք մատով վերև եւ այսպես ամբողջությամբ դուրս է գալիս։ Տեսեք ինչպեսի լավ արմատային համակարգ է ձևավորել, այս դեպքում արմատները այլևս չեն վնասվում, այլ ամբողջությամբ հենց այսպես կարելի է հողը թրջել, ջրել եւ տնկել։ Սրանք արդեն 1-2 օրվա տնկած մառոլներ են, իրենց շատ լավ են զգում, ինչպես տեսնում եք, արդեն բոլորը կպած են, այսինքն մենք չունենք խնդիր, որ մառոլը տնկենք եւ սպասենք տեսնենք, որը կկպնի, որը չի կպնի, ստրեսային իրավիճակներ չեն ապրում այստեղ, այսպես մառոլները եւ միանգամից իրենց աճը շարունակում են արդեն ընդհանուր հողատարածքում։ Ուրեմն մառոլները մեկը մյուսից տնկված են 30-30-ի վրա եւ միջակայքը եւ երկարությամբ եւ լայնությամբ, այսպես ասած։ Սակայն նշեմ, որ սա հարմար է միայն գարնան համար, քանի որ գարնանը եղանակ աստիճանաբար գնալով տաքանում է եւ ավելի նպատակահարմար է մի քիչ հեռու տնկել, քանի որ մառոլները ավելի փարթամ են աճելու։ Իսկ արդեն եթե աշնանն եք տնկում, ավելի լավ կլինի 25-25-ի վրա, բայց անպայման հաշվի առեք, որ սա ջերմոցային պայմաններում տնկելու համար է, բաց գրունտում մի փոքր այլ է իրավիճակը։ Հիմա ես ձեզ ցույց կտամ նաեւ զիգզագաձև մառոլները, նաեւ ցույց կտամ այն մառոլները, որոնք տնկելու ենք արդեն այս մառոլները հանելուց հետո։ Նշեմ, որ արդեն այն մառոլները պատրաստ են, հաջորդ տնկվող մառոլները պատրաստ են մեզ մոտ։ Ահա, հասա մեր այն մառոլների, որոնք նախորդ տեսանյութերում ձեզ ցույց էի տվել, սրանք զիգզագաձև մառոլներն են, իրականում զիգզագաձև մառոլներին է։ Ահա, սիրելի հետևորդներ, սրանք էլ մեր զիգզագաձև մառոլներն են։ Եկել եմ նաև ցույց տամ սրանք։ Ինչպես տեսնում եք, այստեղ երկու տեսակի զիգզագաձև մառոլներ են, որոնք լայն թփերով են զիգզագաձև եւ ավելի մանր զիգզագաձև տերևներով մառոլներն են։ Եվ իհարկե, ինչպես խոստացել էի, ցույց եմ տալիս այն մառոլները, որոնք առաջիկայում պատրաստվում են տնկվելու։ Սրանք արդեն կտնկվեն, երբ որ հողում եղած մառոլները դուրս կգան։ Սա հաջորդելու է նրանց։ Այստեղ, ինչպես տեսնում եք, մենք այլևս կասետաների մեջ չենք տնկում, այլ տնկում ենք, ցանում ենք սովորական գրունտի մեջ, քանի որ եղանակը ավելի տաք է եւ մայր հողը այլևս այնքան սառը չէ, որպեսզի արմատային համակարգը չկարողանա ձևավորվել, այլ հակառակը։ Հիմա շատ լավ նպաստավոր պայմաններ են արմատային համակարգի զարգացման համար, ուստի որոշել ենք հենց այսպես տնկել, ցանել։ Այնուհետև սրանից հետո ուղղակի շիթիլները քաշելու ենք եւ տնկելու ենք հողի մեջ։ Այսքանը, սիրելի հետևորդներ, մնացեք մեր ալիքի եթերում, բաժանորդագրվեք, որպեսզի տեսնենք այս տարվա ընթացքում ինչպես է զարգանալու մեր հողամասի աշխատանքները, այսպես ասած, եւ դե ինչ կհանդիպենք։